Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ։ Այսօր ինձ զրուցակիցն է Հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մինասյան, 2 օր առաջ եք վերադարձել Ադրբեջանից, խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հերթական անգամ այսպես հանդիպեցին, այս անգամ արդեն Բաքվի մերձակայքում Գաբալայում։ Եվ քանի որ խոսքը խաղաղության կամուրջի մասին է, կամուրջի շինարարությունը որ փուլում է։ Ինչպես գիտեք, Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագետները, քաղաքասարության ներկայացուցիչները տարիներ շարունակ հանդիպումներ են ունեցել երրորդ երկրներում, սակայն անցած տարի հաշվի առնելով նաեւ խաղաղության գործընթացում նկատվող առաջընթացը, այն փորձագետները, որոնք այդ շփումների մեջ էին, հանդես են եկել նախաձեռնությամբ, որ միգուցե արդեն միմյանց տարածքում այդ հանդիպումները կազմակերպենք եւ դրա հիման վրա ըստ էության այդ գաղափարը հավանություն է ստացել նաեւ երկու երկրների կառավարությունների կողմից եւ նախորդ տարվանից մենք ունենք այս հանդիպումների շարքը։ Անցած տարի 2 հանդիպում եղավ, 5 գումարած 5 ձևաչափով, այս տարի արդեն մենք Ծաղկաձորում հյուրընկալեցինք ադրբեջանցի փորձագետներին եւ քաղաքասարության արդեն 5+15, այսինքն 20 հոգանոց պատվիրակությանը եւ մեր այսնել Գաբալա տեղի ունեցավ ելի նույն ձևաչափով 5 գումարած 15։ Այս շփումները բավական կարևոր են ու կարելի ասել տասնամյակներ շարունակ երկու երկրների հասարակությունները միմյանցից իզոլացված են եղել հակամարտության պայմանավորված, սակայն մշտապես հույսը դնել միայն պաշտոնական շրջանակների բանակցությունների վրա դա նորմալ չէ եւ դասական կոնֆլիկտաբանության մեջ էլ տարբեր հակամարտությունների դեպքում էլ շատ հաճախ ինչ որ փուլում ներգրավում են նաև քաղաքասարակությունները, որովհետև շատ པարզ է պաշտոնյաները բավական կաշկանդված են, այսինքն մեկ հայտարարություն անելուց, մեկ ձևակերպում անելուց, իրենք այսպես 10 անգամ գցում բռնում են, բավական մեծ զգուշավորություն են ցուցաբերում, են չեմ ասում նոր գաղափարների մասին, այսինքն մենք ունենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր խնդիրներ երկում, սակայն դրանց լուծման հարցում որևէ կողմ, եթե ինչ-որ նախաձեռնությամբ է հանդես գալիս, բավական մեծ զգուշավորություն է ցուցաբերում։ Ինչ վերաբերում է փորձագետներին, փորձագետները ավելի մեծ ճկունություն ունեն այս հարցում եւ իրենց ձևակերպումների հարցով եւ նորարարական տարբեր նոր գաղափարներ գեներացնելու տեսանկյունից մենք ավելի ճկուն ենք, ավելի ստեղծագործ ենք եւ ավելի անկաշկանդ ենք, ինչը նաեւ հնարավորություն է տալիս փորձելու նպաստել խաղաղության գործընթացին, այսինքն ադրբեջանական կողմի հետ է շփումների շրջանակում, այս հանդիպումների շրջանակում մենք ունենում ենք ամենատարբեր քննարկումներ։ Մենք չունենք թեմաների սահմանափակում, որևէ տաբու թեմա չկա։ Մենք բարձրացնում ենք մեզ հուզող հարցերը, իրենք բարձրացնում են իրենց հուզող հարցերը եւ այդ դիրքորոշումները նաեւ ավելի լավ ճանաչելու արդյունքում հնարավորություններ ենք տեսնում, որ որտեղ է հնարավոր ինչ անել։ Այստեղ բավական կարևոր է նաև այն հանգամանք, այդ ողջամտության գաղափարը կա։ Փորձում ենք կենտրոնանալ այն հարցերի վրա հատկապես, որոնք իրատեսական են ինչ-որ որոնց հետ կապված իրատեսական է ինչ-որ բան անել։ Այսինքն բնականաբար ամենատարբեր հարցեր բարձրաձայնում ենք, բայց նաև գիտակցում ենք, որ որոշ հարցերի հետ կապված մենք չունենք այդ մանդատը, այդ հարցերը լուծելու իրավազորությունը եւ իրավասությունը, այս պահին դրանց լուծումը այդքան էլ իրատեսական չի, հետեւաբար փորձում ենք այն կառուցողական այն դրականի վրա կենտրոնանալ, որը հնարավոր է շարունակել։ Ինչ վերաբերում է ձևաչափին, կա պայմանավորվածություն, որ այս շփումները պետք է շարունակվեն եւ ամենակարևորը, այս փուլում մենք հանգել ենք այն եզրահանգմանը, որ ցանկալի է կենտրոնանալ առավել մասնագիտական քննարկումների վրա։ Օրինակ, առանձին միջոցառումներ կազմակերպել մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար, առանձին քննարկումներ կամ ինչ-որ միջոցառումներ բիզնես ոլորտի համար, որովհետև գիտեք, արդեն տնտեսական շփումները սկսել են եւ ի դեպ Գաբալայում հանդիպման ժամանակ բավական հստակ էր նաև ադրբեջանական կողմի ուղերձը, որ իրենք հետաքրքրված են հայկական ապրանքների ներմուծմամբ։ Ես վերջին շրջանում, եթե չեմ սխալվում, մի ապրանքատեսակի մասին խոսք գնաց, Հայաստանում մարտադրված հայլաթի թերի մասին։ Այնուամենայնիվ, այս գործընթացի մեկնարկը, որպես ես առևտրատնտեսական հարաբերությունները չլինի միակողմանի, չլինի այնպես, որ միայն մենք այնտեղից ինչ-որ օրինակ նավթամթերք ներմուծենք, որպեսզի իրենք էլ Հայաստանից ինչ-որ բան ներմուծում են, այս բալանսը պահպանվի, ինչը բավական կարևոր է։ Եվ իհարկե օրինակ քննարկվում է նաև տրանսպորտային ոլորտի մասնագետների առանձին հանդիպումների անցկացումը, որովհետև բավական նեղ մասնագիտական հարցեր կան, որոնք հենց այդ մասնագետները կարող են պատասխաններ տալ։ Իհարկե մեր պատվիրակության կազմերը բավականելի բազմազան են, օրինակ ունենք բնապահպանության հարցերով մասնագետ, ազգագրագետ, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքագետներ, հասարակական գործիչներ եւ այլն, սակայն մեկ-երկու անձի ներգրավությունը
դեռևս թույլ չի տալի խորացված խորքային քննարկումներ ունենալ եւ կարծես թե այս կոնսենսուս ունենք, որ նաեւ այս ուղղությամբ պետք է շարժվենք։ Իհարկե, չպետք է նաեւ անտեսել, որ ամենատարբեր զարգացումները, թե արտաքին, թե ներքին, եւս իրենց ազդեցություն ունեն այս գործընթացի շարունակականության վրա։ Պարոն Մինասյան, քանի որ դուք ասացիք, որ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ են ներգրաված այս պահին, այնուհանդերձ մի այլ շերտ էլ կա հասարակության, որը ըստ էության այս նախաձեռնությունը խաղաղության կամուրջ է։ Համարում է ինչ-որ ինքնակոչների խմբակ սամազվանիցներ, հա, որոնք ըստ էության չեն ներկայացնում Հայաստանի հասարակության լայն շերտերը եւ հետեւաբար ոչ այնա ինքնանպատակ է այս ամեն ինչը այդպես է ներկայացվում, ոչ այնա ինքնանպատակ է այս ամեն ինչը, ոչ այնա ինչ-որ ֆինանսական, տնտեսական շահագրգռվածություն են փորձում տակը դնել, որ մարդիկ փող են աշխատում։ Հիմա ըստ դուք Հայաստանի շահերը հասարակության նկատմամբ որ շերտի շահերն եք ներկայացնում այս խոսակցությունների ժամանակ։ Ադրբեջանի դեպքում հասկանալի է, հա, այնտեղ մի ձեռնանի է այդ ամեն ինչը, այսինքն կառավարվում է ուղղահայաց կառավարման համակարգ է եւ այնտեղ ով էլ լինի, ընդհանրում է, որ այդ ուղղահայացի մեջ է։ Այստեղ բավական հստակ պետք է արձանագրենք։ Մենք չենք հավակնում լինել ամբողջ քաղաքասարության ներկայացուցիչը։ Մենք քաղաքասարության ներկայացուցիչներ ենք, որ եւ մեր նույն 20 հոգանոց պատվիրակության մեջ կան ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նշեցի նաեւ այլ ոլորտի ներկայացուցիչներ։ Մենք ընդհանրապես այդ ներկայացուցիչներից մեկն ենք, բայց մենք չենք հավակնում խոսել ամբողջ քաղաքասարակության անունից, սա հստակ է, որովհետև Հայաստանի քաղաքասարությունը բավական բազմազան է։ Եվ այստեղ ցանկանում եմ նաև ուշադրություն դարձնել, որ այս պատկերը նաև հայլային է։ Այնպես չի, որ Հայաստանում բոլորը երկու ձեռքով աջակցում են խաղաղության գործընթացին։ Նույն պատկերը նաև Ադրբեջանում է։ Եվ այնտեղ Գաբալայում նաև քննարկում ունեցանք այս թեմայով, այսինքն հանրային տրամադրությունները խաղաղության գործընթացի, այդ թվում նաև մեր նախաձեռնության հետ կապված, եւ հստակ առնվազն 3-4 խումբ է տարանջատվում։ Կան մարդիկ, ովքեր նշանակ աջակցություն են հայտնում այս գործընթացին։ Կան այսպես չափավոր օպտիմիստներ, այսինքն աջակցում են խաղաղության գործընթացին, բայց ասում են օրինակ չպետք է շտապել, մի քիչ զգուշավորություն է պետք ցուցաբերել։ Կան սկեպտիկներ, ովքեր ասում են դե այնուամենայնիվ այս ամեն ինչը ոչ ինչի չի հանգեցնելու։ Հետեւաբար հա կարելի է շփումներ ունենալ, բայց մեծ հույսեր պետք չի ունենալ այս ամեն ինչից։ Կան նաև բավական երկու ձեռքով դեմ արտահայտվող այս գործընթացին, ովքեր օրինակ մեր դեպքում ասում են կա այդ խոսույթը, չէ, թուրք մնում է թուրք, ընդ որում այդ նույն հայլային խոսույթը իրենք ունեն, հայը մնում է հայ։ Այսինքն երկու հասարակություններում էլ այս շերտերը շատ տարբեր են։ Եվ մեր գործընթացի, մեր նախաձեռնության հիմնական նպատակներից մեկն է, որ այդ առաջի խումբը հնարավորինս դոմինանտ դառնա մյուս խմբերի նկատմամբ, որ թե Հայաստանում, թե Ադրբեջանում այն մարդիկ, ովքեր համարում են, որ այնուամենայնիվ պետք է թերթել այս ճշտամանքի էջը, պետք է կենտրոնանալ ապագայի վրա, որպեսզի այս մարդկանց խումբը դառնա դոմինանտ։ Արդյոք կա երաշխիքներ, որ այս ամեն ինչը հաջողելու է։ Ցանկանում եմ այստեղ ընդգծել, որ այնպես չէ մենք ռոմանտիկների խմբակ ենք։ Չէ, մենք էլ քաշ գիտակցում ենք, որ շատ բարդ գործընթաց է։ Տասնամյակների թշնամությունը եւ այս ատելությունը 3-4 հանդիպումով, 10 հանդիպումով հնարավոր չի հաղթահարել, սա նորմալ է։ Բայց մենք նաեւ ունենք մի կողմից շեշտում ենք, որ սա երաշխավորված չէ, որ այս ամեն ինչը հաջողելու է, սակայն երաշխավորված է այն, որ եթե մենք ձեռքներս ծալած նստենք, ոչինչ չանենք, որ ամեն ինչ ավելի վատանալու, այս ճշնամանքը շարունակվելու է, խորանալու է, չեմ ասում դրա ավելի վատ դրսևորումները, էսկալացիաներ եւ այլն եւ այլն։ Սա օբյեկտիվ իրականությունն է, հետեւաբար եթե մենք կարող ենք այս, ինչպես նշեցի, տասնյակ հարյուրավոր խնդիրներից գոնե մեկի, երկուսի լուծումը գոնե մեկ քայլ մոտեցնել, ինձ թվում է ցանկացած բանական մարդ պետք է փորձի դերակատարում ունենալ այդ գործընթացում եւ քաղաքասարակությունը առավել մեծ պատասխանատվություն ունի այս գործընթացում փորձելու այս լուծումներ առաջարկելու, ինչ որ հարցեր բարձրաձայնելու տեսանկյունից, որովհետեւ գիտեք Հայաստանում շատ հաճախ այսպես ստատուսներ գրելը շատ հեշտ է կամ խաղաղության համար կենացներ խմել հեշտ է։ Երբ ամանորը գալիս է, առաջի կենացներից մեկը, որ հաջորդ տարվա համար մաղթում է խաղաղության կենաց, խաղաղ տարի լինի։ Գլոբալ, այո, աշխարհին խաղաղություն։ Բայց արդյոք այստեղ առաջանում է հարց. խմելով խաղաղության կենաց, արդյոք պատրաստ ես բացի այդ կենաց խմելուց եւս մեկ քայլ կատարել խաղաղության ուղղությամբ։
ինչպես նշեցի, միամիտ պետք չի լինել, պետք երաշխավորված չէ, որ այս ամեն ինչը հաջողել է, բայց առնվազն պետք է փորձել, թե ոչ, որովհետև հիմա հայկական քաղաքական հասարակական դաշտում այսպես շատերն են իրենց գլխին տալի հետ նայելով 30 տարվա պատմություն, ասում են, դե գիտեք, Ղարաբաղյան հակամարտության լուծման լավ հնարավորություններ են ունեցել, մենք բաց ենք թողել այդ հնարավորությունները, սխալ հաշվարկ են կարել, եւ այդ հայ հետին խելքի գաղափարը բավական ակտուալ է դարձել վերջին շրջանում։ Եվ մեր խնդիրն է, որպեսզի այսօր ստեղծված այս դրական ֆոնը եւս չկորցնենք, այսինքն մի քանի տարի հետո չունենանք շատ ավելի վատ իրավիճակ եւ մեր գլխին տանք, ասենք, գիտեք, 25-26 թվականներին ունենք եւս մեկ հնարավորություն, որը բաց թողեցինք։ Հիմա տեսեք, դուք ասացիք, որ խաղաղության նկատմամբ վերաբերմունքը Հայաստանը մասնավորապես բավական տարբեր է, տեսեք, մի արդեն հիմա որպես քաղաքագետ եմ ասում։ Տեսեք, վերջին շրջանում հիմնական քաղաքական ակտորները անդիմության ներկայացուցիչների մասին է խոսքը, ասում են, հա, մենք կողմ ենք խաղաղության, բայց այնտեղ մի շարք տարբերակներով ուժեղ խաղաղության, արժանապատիվ խաղաղության, ինքնիշխան խաղաղության, չգիտեմ, ամենատարբեր ինտերպրետացիաները կարող են լինել։ Այդ թվում նաև շրջանառվում է այս տարբերակը, որ այ ուժեղ խաղաղության դեպքում հնարավորություն կստեղծվի, որպեսզի արցախահայերը վերադառնան Արցախ, այ այնտեղ ձեր հանդիպման ընթացքում տպավորություն, ինչ տպավորություն ունեք, ադրբեջանցիները ընդհանրապես ոնց են վերաբերում այն մտքին, որ հայերը կարող են մի օր վերադառնալ։ Համաձայն եմ, որ այս խաղաղության թեման բավական քաղաքականացվել է։ Ցավոք սրտի։ Ինչու ցավոք սրտի, որովհետև կարծում եմ այս խաղաղության հարցը ինքը իշխանության եւ քաղաքական հարց չէ, ինքը այս պետության գոյության, հալատեվության հարց է։ Այսինքն ինքը շատ ավելի բարձր ու կարևոր հարց է, քան այս ներքաղաքական գզվռտոցը։ Այսօր ամենատարբեր ուժեր իրենց քաղաքական նպատակներ ձեռնելով ամենատարբեր հայտարարություններ կարող են անել։ Սակայն ի վերջո այս երկիրը ինչ ճանապարհով է գնալու, ու այս երկիրը արդյոք ունենալու է անվտանգ միջավայր առաջիկա տարիներին գոյատևելու, զարգանալու համար, թե ոչ, դա իմ կարծիքով հարցերի հարցն է, ամենակարևոր հարցն է։ Միևնույն ժամանակ այստեղ ցանկանում եմ նաև ընդգծել, այս թեմայով մենք քննարկում ենք ունեցել նաև ադրբեջանական կողմի հետ, այստեղ բավական կոռեկտ էր իրենց ձևակերպումները, այսինքն այս ընտրությունները դա ձեր ներքին գործն է։ Դուք եք որոշում, հայ ժողովուրդն է պետք է որոշի ինչ ճանապարհով է ցանկանում առաջ շարժվել։ Սակայն իրենց համար կան առնվազն 3 հատ ցուցիչներ, որոնք իրենք հաշվի են առնելու իրենց հետագա քաղաքականությունը մշակելու հարցում, այսինքն անկախ նրանից հունիսին որ ուժը կհաղթի Հայաստանում, իրենք նայելու են հստակ 3 հարցի։ Առաջինը նախաստորագրված խաղաղության պայմանագրի նկատմամբ ինչ դիրքորոշում ունի այդ ուժը։ Արդյոք ցանկանում են ռևիզիայի ենթարկել, ինչը իրենց համար կտրականապես անընդունելի է, որովհետև ներկայիս ստատուս քվոն, այս հարաբերական կայունությունը հիմնված է նաև դրա վրա։ Դա դրա վերանայումը կնշանակի նաև դրա խարխլում է, իրավիճակի խարխլում։ Երկրորդ բաղադրիչը վերաբերում է սահմանազատման գործընթացին, այսինքն մենք ունենք հաստատված ստորագրված երկու կառավարությունների կողմից կանոնակարգ, արդյոք Հայաստանում հաղթող ուժը պատրաստվում է վերանայել սահմանազատման գործընթացը, ինչ-որ փոփոխություններ մտցնել, որովհետև կան չէ, այդ գաղափարներ, որ սա արդարացի չի եւ այլն եւ այլն։ Հետաբար արդյոք դա եւս կվերանայվի թե չէ, եւ երրորդը հաղորդակցությունների թեման է։ Կոնկրետ այս մասով կա օրինակ TTIP-ի հետ կապված պայմանավորվածություն։ Արդյոք Հայաստանում հաղթող ուժը պատրաստվում է վերանայել այս պայմանավորվածությունը, ինչը իրենց համար կտրականապես այսպես անընդունելի երևույթ է, այստեղ իրենք նաև ընդգծում են, դե գիտեք, չպետք է մոռանալ, որ Միացյալ Նահանգներն էլ այս ամեն ինչի մեջ ներգրավված, այսինքն սա զուտ երկում հարց չէ, սա բավական լուրջ քաղաքական երաշխավորով պայմանավորվածություն է։ Հետաբար այս 3 ցուցիչների հիման վրա իրենք արդեն իսկ մշտադիտարկում իրականացնում են այս քաղաքական հռետորաբանության նախընտրական հայտարարությունների, երբ որ բոլոր ուժերը արդեն հրապարակեն իրենց ծրագրերը, վստահաբար այդ ծրագրերն էլ իրենք մոնիտորինգի կենթարկեն, կհասկանան, որ ուժը ինչպես է դիրքավորվում այս 3 հարցերի հետ կապված, եւ արդեն արդյունքներից ելնելով հունիսին խորհրդարանական իրենք նաեւ կդիրքավորվեն ու այսպես կհասկանան ինչ քաղաքականություն են վարելու, արդյոք շարունակում են ներկայիս միտումները, արդյոք գնում են լրիվ սրման, թե օրինակ շարունակում են այդ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակը, այսինքն ստագնացիա, լճացում, բարբերական միջադեպերով եւ որևէ օրինակ առևտրի դադարեցում, այս տրանզիտի դադարեցում եւ որևէ դրական քայլի բացակայություն։ Ինչ վերաբերում է ձեր հարցին։ Մենք մեր քննարկումներում, ինչպես նշեցի, որովհետեւ թեմատիկ սահմանափակում չունենք եւ մեր մասնակիցներից մեկը շատ ուղիղ այդ հարցը տվեց։ Արդյոք հնարավոր համարում եք արցախցիների վերադարձը։
Մեզ նաև հստակ պատասխան տրվեց. ոչ, մեզ համար Ղարաբաղի էջը փակված է։ Միևնույն ժամանակ իրենք նաև դրանի այսպես հաջորդում են, երկրորդում են այս իրենց թեզը նրանով, որ գիտեք, չպետք է մոռանալ նաև Արևմտյան Ադրբեջանի մասին, որովհետև այս նարատիվը իրենց կողմից դեռ 90-ականներից եղել է, բայց 2020 թվականից հետո իրենք բավական ակտիվացրեցին այս թեզը ու իրենք հիմնականում սա դիտարկում են ըստ իրենց դրամաբանության, սա հայլային պատասխանն է արցախցիների վերադարձի թեզին։ Այսինքն դուք բարձրացնում եք այդ հարցը, ուրեմն պատրաստ եղեք, որ այս հարցին էլ դուք պետք է պատասխանեք։ Սա շատ հստակ է, շատ միանշանակ է իրենց դիրքորոշումն է։ Այսինքն այդ դրամաբանությամբ Արցախահայերը այս պահին գոնե որևէ հեռանկար չունի։ Իմ տպավորությունն է, որ Ադրբեջանը որևէ կերպ այս պահին առնվազն կարճաժամկետ հեռանկարում որևէ ձևով պատրաստ չէ ընդունել արցախցիներին։ Եվ դա իրատեսական չէ, որովհետև ել չեմ ասում այն հանգամանքը, որ Հայաստանում վերադարձի թեման երբ որ քննարկվում է, երկու այստեղ բաղադրիչ է գալիս։ Անվտանգության ապահովում, միջազգային երաշխավորներ եւ այլն եւ այլն։ Այսինքն Ադրբեջանը պատրաստ չէ անգամ առանց դրանց ընդունել, ել չեմ ասում մի հատ երրորդ երկրներ կան այդտեղ անվտանգություն երաշխավորեն։ Այսինքն իրենց մտավախությունը այն է, որ նման կերպ մենք կվերադառնանք 88 թվականին։ Այո, շատ հստակ այդ նշվում է, որ դա կարա սրի իրավիճակը եւ որևէ ձևով իրենց համար այդ սցենարը ընդունելի չէ։ Քանի որ մի շարք խնդիրների մասին եք խոսել այսօր, նաև այսօր կայացած ասուլիսի ժամանակ ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանն էր ասել, որ քննարկվել է նաև ռազմագերիների եւ անհետ կորածների խնդիրը, որում հայկական կողմը բավական դժգոհություն է հայտնել այն իմաստով, որ անհետ կորածների այդ հանձնաժողովը ուղղակի չի աշխատում վերջին շրջանում։ Բայց այնտեղ միայն այդ խնդիրը չի, որտեղ սահմանագծման սահմանազատման հանձնաժողովն էլ համենայն դեպս առերևույթ ակտիվ չի։ Այն օրը մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այսպես on-line տարբերակով ինչ որ քննարկումներ գնում են, դա այդ պարտադիր չէ, որ ամեն անգամ միտեղ հավաքվեն իրար հետ թեյախմության, բայց այնուհանդերձ սրանք հարցեր են, որ հայկական կողմին գլոբալ իմաստով հուզում են ու հետաքրքրում են մասնավորապես սահմանագծման սահմանազատման գործընթացը մենք գիտենք որ օկուպացված տարածքներ ունենք իրենք էլ գիտեն որ իրենք օկուպացված տարածքներ ունեն իրենց կողմից օկուպացված հիմա իրենք ինչպես են անցալում երբ դու ասես գիտես կա սահմանագծման եւ սահմանազատման արդյունքում պայմանական ասած սև լճից դուք դուրս եք գալու կամ ներքին հանդից իրենք չեն հերքում, որ իրենց վերահսկողության տակ կան հայկական տարածքներ, դա շատ հստակ պետք է արձանագրել, իրենք չեն հերքում նաև Արցվաշենի գոյությունը, սակայն իրենք այս հարցերի հետ կապված հստակ նշում են, որ սա սահմանազատման հանձնաժողովների աներիքն է։ Հետևաբար ավելորդ քննարկումներ եւ այլն այս թեմայով միայն վնասում է գործընթացին կան մասնագետներ կամ պատասխանատուներ, ովքեր այս հարցերը քննարկում են, ունեն հաստատված կանոնակարգ եւ ունեն իրենց տրամադրության տակ բոլոր քարտեզները, որոնցով պետք է իրականացվի այդ սահմանազատումը եւ այստեղ ավելի շատ ինձ թվում է քաղաքական կամքի խնդիրն է, որը ուղղակիորեն պայմանավորված է նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներով, ինչ նկատի ունեմ։ Ադրբեջանական կողմը գիտակցում է, որ ունի մի շարք քաղաքակրթեր Հայաստանի նկատմամբ ճշում գործադրելու։ Ըստ իրենց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ելքը անկախատեսելի է եւ իրենք ցանկանում են պահել այդ բոլոր խաղակարտերը պատրաստ լինելու հնարավոր ցանկացած սցենարի։ Այսինքն տարբերակ 1, եթե հաղթում է գործող ուժը, դա մի սցենար է, տարբերակ B, եթե հաղթում է ընդդիմությունը, դա երկու սցենար է, այսինքն բոլորի վրա ցանկանում են ունենալ որոշակի ազդեցության ճնշման լծակներ, որպեսզի հունիսի 8-ից հետո նաև ունենան գործիքակազմ։ Հետևաբար դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ նույն սահմանազատման հարցերով պրակտիկ աշխատանքները որոշակի պաուզա են ստացել, համաձայն եմ ձեզ հետ։ Միևնույն ժամանակ օրինակ կա պայմանավորվածություն, որ առաջիկայում պետք է տեղի ունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը արդեն ոչ on-line, այս անգամ արդեն Հայաստանում։ Վերջին անգամ, ինչպես հիշում եք, Գաբալայում էին հանդիպել Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի գլխավորած պատվիրակությունները, այս անգամ պարիտետային սկզբունքով Հայաստանում տեղի կունենա այդ հանդիպումը։ Վստահաբար էլի ինչ որ առաջընթաց կլինի այդ կազմակերպչական, տեխնիկական հարցերի հետ կապված, բայց բուն գործընթացի հետ կապված ինձ թվում է արդեն հունիսի ընտրություններից հետո արդեն դրա շարունակությունը հստակ կլինի գետնի վրա աշխատանքները։ Ինչ վերաբերում է գերիներին եւ անհետ կորածներին, այս հարցը բնականաբար բարձրաձայնվել է, ընդ որում
ոչ մեկ մասնակցի կողմից, մի քանի մասնակիցներ, այդ թվում նաև Հիկմետ Հաջիևի այդ հանդիպմանը այս հարցը հստակ դրել են, որ ու շատ հստակ նշել են, որ գերիների արկայությունը Ադրբեջանում որևէ ձևով չի նպաստում եւ չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության շրջանակում։ Հետաբար եւ միևնույն ժամանակ ընդգծվում է, որ այս հարցի օր առաջ լուծումը կարող է նպաստել խաղաղության գործընթացի ընկալունակությանը Հայաստանում եւ Ադրբեջանում։ Ինչպես նշեցի, տարբեր խմբեր կան։ Եվ այդ սկեպտիկները Հայաստանում շատերը բարձ հարց են տալիս, եթե գնում են խաղաղությանը, ինչ գործ ունեն գերիները Ադրբեջանում, հետաբար պետք է վերադարձվեն։ Ինչպես նշեցի, նույն գերիները նաեւ Ադրբեջանի համար առաջին ինչ գործ ունեն գերիները Ադրբեջանում եւ ինչ գործ ունեն ադրբեջանական զինված ուժերը, այդ մասին արդեն խոսեցիք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Եվ նույն գերիները, ինչպես նաև այդ օկուպացված տարածքները, որոնք պետք է լուծվեն սահմանազատման արդյունքում, այս հարցերը, ինչպես նաև այլ հարցեր, օրինակ հայ-թուրքական սահմանի բացումը, որը ուզենք թե չուզենք, Ադրբեջանը ազդեցություն ունի նաև Թուրքիայի վրա։ Այս հարցը նաև հենց Ադրբեջանի պատճառով է այսպես կանգնած վիճակում։ Եվ այլ հարցեր, այս ամեն ինչը Ադրբեջանի ձեռքում խաղաղարդ են, եւ բնականաբար Ադրբեջանը չի պատրաստվում հեշտությամբ զիջել դա եւ չի ցանկանում ինչեւ ընտրությունները զիջել դա հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր համար առնվազն ադրբեջանական ընկալումներում կարող են սյուրպրիզներ լինել այսպես ընտրությունների արդյունքում եւ ցանկանում են պատրաստ լինել բոլոր սցենարներին։ Ինչ վերաբերում է անհետ կորածներին, այս հարցը մենք էլի բարձրացրել ենք, իմիջայլոց այս հարցը այնպես չի որ միայն մեզ է հետաքրքրում, իրենք էլ, եթե չեմ սխալվում, դեռ 90-ականներից մինչև օրս ունեն մոտավորապես 4000 անհետ կորած, բավական մեծ թիվ է։ Եվ իրենք էլ բարբերաբար այս հարցը բարձրացնում են։ Ինչ վերաբերում այստեղ մի զգայուն հարցի վրա եմ ցանկանում ուշադրություն դարձնել։ Հայաստանից բարբերաբար հնչում են երբեմն շատ անպատասխանատու հայտարարություններ այս թեմայի հետ կապված։ Ավելի կոնկրետացնենք, խոսքը Սամվել Բաբայանի հայտարարության մասին է երևի։ Ամենայն հավանականությամբ, որովհետև հնչում են հայտարարություններ, թե գիտեք մենք լավ ենք մասնակցել ենք, բոլոր այդ գերեզմանների տեղերը գիտենք, որտեղ ադրբեջանցիներն են թաղված։ Այս զրույցները լսում են նաև Ադրբեջանը բնականաբար եւ իրենք հարց են տալի, ասում են ժողովուրդ, դուք այս հարցով ուզում եք առաջ գնաք, բայց տեսեք, ձեր մոտ կան հայտարարություններ, մարդիկ ասում են մենք այդ տեղը գիտենք, դուք էլ խաղաղության եք ձգտում, այդ ինֆորմացիան ճշտեք, մեզ ասեք, մենք գնանք այդ անհետ կորածների աճյունները հայտնաբերենք։ Զուտ տեղեկացման կարգով էլի, քանի որ երևի մեզ էլ են հիմա լսում։ Սամվել Բաբայանին գնացել հարցրել էին, ասել են, եթե գիտես, ասել էր ես քաղաքական հայտարարություն եմ արել։ Ինչը նորմալ չէ, ինչը բնականաբար դե արի ադրբեջանցիներին բացատրի, որ քաղաքական հայտարարություն է արել։ Իրենք էլ մտածում են, որ հայկական կողմը անկեղծ չէ հարցերը լուծելու հարցում։ Ասում են, դուք գիտեք այդ տեղեկություններ ունեք, մեզ չեք տրամադրում։ Այդ ականապատ դաշտերի քարտեզները ունեք, չեք տրամադրում։ Այսինքն իրանց մոտ այդ կասկածամտությունն ու անվստահությունը կա։ Էլ չեմ, հետեւաբար նման հայտարարություններն էլ արվում են, այդ ամեն ինչը ավելի սրվում է այդ աշխատանքային կառուցողական մթնոլորտի վրա բնականաբար բացաբար է ազդում, ինչը նորմալ չէ։ Հետեւաբար ցանկացած զգայուն հարցի հետ կապված, անկախ այս ներքաղաքական օրակարգերից, բավական կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը ցուցաբերեն մաքսիմալ պատասխանատվություն, որովհետև դա ազդում է հենց այդ զգայուն հարցերի լուծման վրա։ Իսկ այդ զգայուն հարցերը, ինչպես նշեցի, անհետ կորածները միայն իրենց չի վերաբերում։ Մենք էլ ունենք անհետ կորածներ եւ նրանց ճակատագրերի բացահայտման համար, պարզման համար բավական կարեւոր է ադրբեջանական կողմն էլ պատրաստակամություն ցուցաբերել համագործակցել։ Եթե իրենք տեսնում են, որ նման հայտարարություններ են արվում, մտածում են հայկական կողմը անկեղծ չէ համագործակցելու հարցում, ինչու իրենք պետք է համագործակցեն։ Հիմա տեսեք, քանի որ մեր խոսակցության առանցքը ըստ էության խաղաղությունն է կամ դրա գոյությունը կամ չգոյությունը։ Տեսեք, իշխանությունը ասում է խաղաղությունը արդեն իրողություն է, խաղաղությունը կա հողի վրա, կրակոցներ չկան, կա փոխադարձ առևտուր, համենայն դեպս գոնե վաղը կարող է դառնալ փոխադարձ, այս բան դեռևս միակողմանի է։ Սրանց 45 օր առաջ պայմանական թիվ եմ ասում 45 օր առաջ կային մի շարք մարդիկ, այսպես որպես բանդագուշանքներով էին զբաղվում, որ եթե հանկարծ Միացյալ Նահանգները հարվածի Իրանի Իսլամական Հանրապետությանը, պատերազմ սկսվի, Ադրբեջանը միանգամից ամեն ինչ տնելու է մի կողմ եւ հարձակվելու է առնվազն Սյունիքով միջանցք ձեռք բերելու նպատակով, կհաջողվի, չի հաջողվի, այդ այլ հարց է։ Եվ ուղիղ 40 օր առաջ մոտավորապես, եթե չեմ սխալվում, Միացյալ Նահանգները հարվածեց, պատերազմը սկսվեց 40 օր անցել է արդեն դրանից։
եւ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններ գոնե ռազմական իմաստով չնկատվեցին։ Հիմա ըստ ձեզ սա ցուցիչ է, որ խաղաղություն կա, թե այնուհանդերձ իրավիճակը այնպեսին չէր, որ Ադրբեջանը գնար ռազմական արկածախնդրության։ Հաշվի առնելով ներկայիս զարգացումները, բնականաբար մենք քննարկել ենք նաև տարածաշրջանային զարգացումները։ Այսինքն մեր այդ հանդիպման ընթացքում, եթե չեմ սխալվում, 4 սեսիա ունեցանք, դրանցից մեկը հենց այս տարածաշրջանային զարգացումներն են, ինչպես դրանք կարող են ազդել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա։ Բավական հետաքրքիր էր այս քննարկումները ադրբեջանական կողմի հետ, հետո նաև այս հարցերին անդրադարձավ նաև Հիկմետ Հաջիևը, ու բավական հետաքրքիր ուղերձներ կան իրենց կողմից ու ընկալումներ կան իրենց կողմից։ Այստեղ ցանկանում եմ նաև հիշատակել, որ Նախիջևանի օդանավակայանը եւս ենթարկվել էր ԱԹՍ-ներով հարձակման, ինչին իրենք բավական կոշտ էին արձագանքել։ Հիմա ինչ որ այդ հարցերը կարծես թե ստացվել է շտկել։ Ադրբեջանը բավական մտահոգությամբ հետևում է ամեն ինչին, ու նույն Հիկմետ Հաջիևի կողմից նաև հնչեց այդ միտքը, որ մեր ընկալմամբ Հայաստանը եւ Ադրբեջանը նույն նավակի մեջ են։ Այսինքն մենք ունենք հյուսիսում պատերազմ, ուկրաինական հակամարտություն, հարավում պատերազմ, հակամարտությունը Իրանի շուրջ, ծոցի երկրների հետ կապված նաև, եւ փաստացի հարավային Կովկասում այդ կայունության կղզյակի այս երկու քաոսի, այս երկու փոթորիկների արանքում։ Ու իրենց ընկալմամբ նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը, այս կայունությունը, որին հասել ենք, գոնե, ինքը նաև անվտանգային իմունիտետ է ստեղծում միմյանց համար։ Եվ եթե չլիներ այսօրվա վիճակը, մեծ էր հավանականությունը, որ այս տարածաշրջանային պատերազմը ընդլայնվելու էր, ներառելու էր նաև Հայաստանը, ել չեմ ասում, երրորդ երկրներին ոտքի տեղ էր տալու, որպեսզի նրանք գան եւ նորից միջամտեն այս հարաբերություններում։ Շատ հստակ է իրենց այս ընկալումը, շատ հստակ է նաև ընկալումը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը այս իրավիճակի հետ կապված պետք է շարունակեն կոնսուլտացիաները, որովհետեւ առնվազն երկու հարցում մենք ունենք հստակ նույն շահերը, որպեսզի իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի մեր հարևանությամբ եւ երկրորդ, որպեսզի այս պատերազմը տարածաշրջանային չներառի նաեւ մեր տարածաշրջանը։ Այս երկու հարցում առնվազն մենք ունենք ընդհանուր շահեր, որքան էլ այսպես բարդ է, չէ՞, պատկերացնել 1 տարի առաջ։ Բայց եւ այս ընդհանուր շահերի հիման վրա, օրինակ իրենք բավական դրական են գնահատում Նախիջևանի այդ օդանավակայանի միջադեպից հետո, որ Հայաստանի արտգործնախարարը զանգարել էր։ Իրանք բավական այսպես շնորհակալություն հայտնեցին նաև նրա համար, որ Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել հումանիտար այսպես տարանցում ապահովել ադրբեջանական բեռների համար դեպի Նախիջևան։ Իրանք այս ամեն ինչը գնահատում են, դեռևս այդ տարանցման այսպես սուր անհրաժեշտությունը չկա, որովհետև ինչպես հայտնի է Իրանի հետ ստացվեց լուծել հարցերը եւ շարունակվում է։ Սակայն առնվազն իրենց մոտ էս իրավիճակը ամրապնդել է տանկալումը, որ Հայաստանի այդ կայունությունը բխում է նաև իրենց շահերից ու առնվազն դա նվազեցնում է նաև հնարավոր բոլոր ռիսկերը իրենց համար։ Այս մոտեցումը պետք է շարունակել, իհարկե հետաքրքիր քննարկում ունեցանք նաև թրիփի ճակատագրի հետ կապված, որովհետև բավական շատ փոփոխականներ կան, այսինքն այս պատերազմը ինչպես կավարտվի Իրանի շուրջ, ինչպիսի Իրան մենք ունենանք այս պատերազմից հետո, որովհետև այս փոփոխականները կարող են նաև ազդել թրիփի իրականացման համար, ինչու՞ չէ կարող են նաև որոշակի խնդիրներ ստեղծել, եւ հետաբար իհարկե երկու կողմն էլ կարևորում է թրիփի կյանքի կոչումը, սակայն առնվազն արդեն այսօր մենք պետք է ինչ-որ տարբեր սցենարներ քննարկենք, պատրաստ լինենք դրանց որպեսզի հնարավոր մարտահրավերները չզոքացնեն։ Այսպես ու կարճ էլի, միգուցե այնքան էլ իմաստալից չհնչի հարցս, բայց այնտեղ քննարկում կա այնուհանդերձ թրիփ թե նոյեմբերի 9-ը։ Միանշանակ է իրենց համար, որ պետք է թրիփ լինի, ավելին, ինչպես նշեցի, թրիփը իրենց համար կարևորում է մի քանի մասով, այստեղ բավական կարևոր ուղերձներ հնչեցին, որ թրիփի շուրջ պայմանավորվածությունները բացի Ադրբեջան-Նախիջևան կապից Հայաստան, այսինքն Հայաստանի հիմնական տարածքից դեպի Սյունիք այդ կապի ապահովման բանը, իրենք հստակ ընկալում են, որ այդ ֆունկցիան եւս պետք է կատարի եւ թրիփի մասով իրենք նաեւ ունեն բավական այսպես գլոբալ ամբիցիաներ, այսինքն որ թրիփը պետք է դառնա եվրասիական կարևոր տրանզիտային ուղի։ Ընդ որում խոսքը ոչ միայն երկաթուղային հաղորդակցության մասին է, խոսքը նաև գազատարերի մասին է, խոսքը նաև էլեկտրահաղորդակցության գծերի մասին է, որովհետև նույն հնչեց նաև այն գաղափարը, որ Սևծովյան Ստորջրյա Մալուխի գաղափար կա ժամանակին, որը հարավային Կովկասից պետք է էներգիան Սևծովի հատակով հասցնել Եվրոպա։ Այո։ Իրենք հիմա հասկանում են, որ հաշվի առնելով ուկրաինական հակամարտությունը եւ այլն, դա անվտանգ չէ։ Երկրորդ, դա բավական ծախսատար է եւ
հստակ չէ ով է այդ փողերը ապահովելու եւ առնվազն այս բանին ավելի իրատեսական է դառնում ցամաքային ճանապարհով էլեկտրականության փոխանցումը Եվրոպա, այսինքն եթե Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, եվրոպական երկրների էլեկտրահաղորդման ցանցերը կունենան իրար միացումներ, դա չի նշանակում նրանք միասնական պետք է դառնան, ընդհանրապես միացումների հարցն է եւ դրանց միջոցով այդ բարձրավոլտ էլեկտրահաղորդարների միջոցով օրինակ Հայաստանից Ադրբեջանից հնարավոր կլինի էլեկտրականություն արտահանել Եվրամիություն։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։